Բարի օր ժողովուրդ ջան, նախ պատասխանեմ ձեր բոլորի հարցերին, միանգամից ասեմ, որ ակտիվ չեմ, շուտ ես էստեղ եմ, բայց շատ ակտիվ չեմ, որովհետև նաև մոտենում են իմ քննության օրերը, ես պատրաստվում եմ, ուստի դրա համար շատ քիչ ժամանակ ունեմ, դրա համար շատ եմ խնդրում, ամեն մի հիմարություն ինձ մի ուղարկեք, ծաղիկներ, տորտիկներ, չգիտեմ սրտիկներ, խնդրում եմ ժողովուրդ, թույլ տվեք այն մարդկանց, ով ունի խնդիր, իրավական խնդիր, իրենք գրեն, որպեսզի ես իրենց նամակները ժամանակին բացեմ, որովհետև չեմ հասցնում ֆիզիկապես, իսկ ձեր նամակները խանգարում են, երբ որ ամեն մի, չգիտեմ, երգ, բան, ինչ ասես, ուղարկում եք, խնդրում եմ, մի արեք տես բաներ։ Շատ բարդ է ունենալ մեծ լսարան բաց էջ, իմ էջը բաց էջ է, ու յուրաքանչյուրը ով ուզում է, ինձ գրում է։ Դրա համար խնդրում եմ հարգեք այն մարդկանց, ովքեր ունեն իրավական խնդիրներ։ Սա էլ էսպես։ Հիմա ասեմ, որ մտել եմ երկու խոսք ասեմ այն թուրքի շինվածի մասին, որ կանգնել էր վարչապետիս, ինչ ասես ասում էր, իսկ իրեն ընտրողներին, վարչապետիս ընտրողներին անվանում էր թուրք։ Ուրեմն նման պուտանկեք Հայաստանում էլ կա։ Այնպես չի էլի, որ ասենք Ղարաբաղցի է, դրա համար է այդ տեսակը։ Ես մի հատ կարճ բան ասեմ, էլի ժողովուրդ ջան, 3 է կատարվել։ Կանգնած էի ու սուրճ էի վայելում, ցերեկը, ու սկուտեղը ձեռը մի կին է մոտենում, ու տեսնում եմ, որ ժանգյալով հացեր է սկուտեղի վրա, ու առաջարկում է ինձ, որ ես ուտեմ, ասում եմ շնորհակալություն չեմ ուզում։ Ու կանգնած ասում ապրես բալես, ու շատ ջերմ խոսքեր է ասում։ Սկսում եմ կասկածել, որ ինձ ճանաչում է, ու իր ակցենտից էլ հասկանում եմ, որ Ղարաբաղցի է։ Ասում եմ ոնց ես տատի ջան։ Լավ եմ, բալես լավ եմ, ու սկսում ասում մոնք եկել ենք, չեմ ուզում Հայաստանս կորցնեմ, չեմ ուզում Հայաստանս լքեմ, ուզում եմ ստե մնամ, ապրեմ, ասում եմ մնալու ես, ապրելու ես, քո թորներն էլ են ապրելու, ամեն ինչ շատ լավ է լինելու, Աստված տա, ասում եմ բալես, ու տեսա, որ շատ բարի, շատ լավ կին է, ասեցի լավ, սպասեք, ձեր ժանգելով հացերը վերցնեմ գրասենյակում յուրասիրեմ կուտեն։ Ասում եմ քեզ ժան կտամ, բայց ես մեկ ամուտեցի ինչքան որ գինն էր, պատկերացնում եք այդ գինը գնաց, մի հատ հատուկ ժանգյալով հաց բերեց իմ համար նվեր։ Խեմ էսի պատմում, ժողովուրդ ջան, դուք այդ պուտանկին որ տեսել էիք, սենց վրթովել էիք, ջղայնացել էիք, բարկացել էիք, գյուղ չկա որ շունչ չլինի, այդ կեղտի կտորը ինքը այդ տեսակն է, ինքը այդ վիբրացիաների մեջ է, ինքը անպայման պետք է այդ կեղտի մեջ լողա, ինքը չի կարող առանց դրա։ Գոյություն ունեն տարբեր վիբրացիաների վրա ծնված մարդիկ, այսինքն իրանք միայն այդ վիբրացիաներով են ապրում։ Հիմա այս տականքը, այս վիժվածքը, ինքը սխկյանքն էլ եղել է տենց տականք ու վիժվածք, ինքը չի դարել տականք ու վիժվածք։ Ու այդ տեսակը Հայաստանում էլ կա։ Քիչ ունենք, այտենց պրոստիտուտիկ հելնում են, հետույքները պատռում են, ինչ ասես խոսում են, բերաններից ինչ քակ ասես թափում են, որովհետև իրանց ամբողջ կյանքը քակ է, հասկանում եք, նենց որ հանգիստ արեք, թեթև տարեք, առողջություններդ խնայեք։ Ես մենակ մի բան վստահ կարամ ասեմ, որ ինքը կսատկի, բայց իմ Սյունիքից մի զինվոր անգամ սպանված, մահացած չի տեսնի։ Ասեմ ավելին, իր դամավոյը կսատկի, ինքը չի տեսնի, իր դամավոյը չի տեսնի, որ իմ երկրից մի զինվոր մեռնի, Թուրքի գյուլից։ Սաղ իր ազգուտակը կսատկի, բայց չի տեսնի, ու մենք դրան հասնելու ենք, մենք դա անելու ենք, հանուն մեր ապագա սերնդի, իսկ հանուն մեր ապագա սերնդի, մենք չպետք է շեղվենք սրանց նման Թուրքի շինվածներից, բառից բուն իմաստով Թուրքի շինված էր դա։ Դուք պահանջում եք, որ ինքը ինչ-որ մի հատ նորմալ բան հասկանա կամ ասի։ Էդի նույն բանն է, որ կրոլիկից պահանջեք, որ ինքը առյուծ լինի, կամ հակառակը, առյուծին պահանջեք, որ ինքը էշի նման իրան պահի։ Չի լինում այդպես, ժողովուրդ ջան, չի լինում։ Իրանք այդպես ծնվում են, չեն դառնում, որովհետև ես նայում եմ իմ ազգին, նայում եմ իմ ժողովրդին, այս 30 տարվա մեջ ինչ ասես, ինչ օին ասես իմ ժողովրդի գլխին բերեցին, բայց էլ տեսեք ինչքան լավ մարդիկ կան, ինչի՞ չեն փոխվել, որտեվ իրանք դες ծնվել են, որովհետև լավ մարդը ինքը ծնվում է, իսկ այս սրա նման շինվածը ինքը հենց այդ տեսակ նենգել ծնվում է, ու դուք իրան չեք փոխի, ու ջանդամին փոխվի, հետ չելիս փոխվի, չուզողություն անելով, չարախոսելով,
լպիրշուտ տականք իրան պահելով, ինչ որ իրանից մեծ պահանջներ ներկայացնելով, ընդ որում իրանից ոչինչ չներկայացնելով։ Դրանք ծնվում են։ Ու այո, մեր հայազգի մեջ կան դրանք։ Մեր հայազգի մեջ շատ բաներ կան, ժողովուրդ ջան։ Այն ինչ որ բոլոր ազգերի մեջ կա, ամենավատից բռնած, ամենալավից դուրս եկած։ Բոլոր ազգերի մեջ էլ կան նման կեղտ տականքներ։ Ու դրանք ծնվում են մենակ մի բանի համար, որպեսզի ակնհայտ հասկանանք, թե ինչ տեսակ պետք չի լինել, ինչ տեսակ չի կարելի լինել։ Իսկ այդ վիժվածքը թող լսի շատ ու շատ իր Նիկոլի բոլոր ընտրողները այս գիշեր իր տունն ու տեղը շինել են, ինձնից բռնած, այսքանը։ Իսկ հիմա անդրադառնամ են աննասուններին, որ հելել են իբր վարչապետ են ուզում դառնան։ Ուրեմն անուղեղներ, я вас поздравляю. Вы настолько ничтожные, вы настолько тупые, вы настолько идиоты. Я так счастлива, что вы такие идиоты. Потому что вы сами себя хороните. Ռուսերեն ասեցի, որտեվ հայերեն շատ բարդ հազար մոտ։ В общем, ես շատ ուրախ եմ, որ դուք այդքան աննասուն եք։ Դուք ձեր ձեռոց ես մի հատ լավ, ինքնահող եք, որ ասում են, այդտենց տոշնի էլի։ Դուք ձեզ ինքնահողում եք։ Այսքանը։